Սիրելի Աբովյանցիներ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ, որ դուք այսպիսի ջերմ ընդունելությամբ եք մեզ արժանացնում։ Ես տեսել եմ, թե ինչպես եք դուք դիմավորել փոքրիկ խմբակին, եւ տեսել եմ, թե ինչպես եք դուք այսօր մեզ դիմավորում։ Մենք զգացված ենք, մենք զգում ենք այդ պատասխանատվությունը, մենք գնալու ենք դրա հետևից։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի իրավիճակ Հայաստանի մասին։ Ինչ է տեղի ունենում հիմա Հայաստանում։ Պատկերացրեք, բայց դա ուզում եմ մի քիչ կյանքի օրինակով բերեմ։ Պատկերացրեք իրար հետ մենք մեր երկիրը մի հատ ավտոբուս է։ 2018 թիվն է։ Ավտոբուսի նոր վարորդ է գալիս։ Մունատ է գալիս վարորդը մեր վրա։ Հիմա առանց տանիք, առանց կեսը չկա ավտոբուսի։ Իրար հետ գնում ենք։ Այս վարորդը եկել է, ասում է, տղեկ, մեր այս ավտոբուսի մեջ ուրիշ մարդիկ պետք է նստեն։ Ասում ենք, ինչ մարդիկ, կեսը չկա ավտոբուսի, դու սկսիր քշել նորմալ ավտոբուս հետ։ Ասում է, բեղերով, այն կողքի ավտոբուսի մարդիկ, իրանք էլ տեղ չեն անում ընդեղ։ Ասում ես, չէ, մի հատ ուրիշ մարդ է գալիս, ասում ենք, մենք քեզ վարորդ փոխում ենք, ուրիշ վարորդ ենք ուզում բերենք։ Մյուս վարորդը գալիս է, այս հին վարորդը ասում է սպասեք, ինքը չի կարա քշի, ինքը գիտեք ով է, ինքը Porsche-ը նոր քշում, ասում են դե Porsche-ը քշում լավ կքշի էլի, գիտիկ ձևը քշելու, ասում է չէ, այդ ժամանակ ավտոբուսի ժողովուրդը ֆռում իրան հարցնում, ասում է լսի, իսկ դու որ նստար ես ավտոբուսը, քշել գիտեիր, ավտո մինչև այդ քշել էիր, ու մենք հասկանում ենք, որ այս վարորդը 18 թվին, որ նստել է մեր ավտոբուսը, քշել, չի իմացել։ Վարորդին պետքա ճամփենք, նախ, լավ չի քշում, երկրորդը մունատ է գալի բոլորի վրա, երրորդը քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդը ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է, վարորդ բերենք ու կարգի բերի մեր ավտոբուսը տեղ հասնենք, ժողովուրդ, սա է մեր ճանապարհը, փորձառու մարդ, ով տեղ կհասցնենք։ Մեր երկիրը երկու մարտահրավեր ունի, հիմա գանք քաղաքական օրակարգի։ Մեկ մարտահրավերը, որ Հայաստանում հայերը այնպես ապրեն, որ ստիպված չլինեն լքել Հայաստանը, որ մնան Հայաստանում։ Դրա համար մեր երկրի ամեն շրջան պետք է ունենա իր զարգացման ծրագիրը։ Զարգացման ծրագիր Աբովյանի համար, զարգացման ծրագիր Հրազդանի համար, զարգացման ծրագիր Գյումրվա համար։ Դա կբերի ամեն տարի մեր պետականությունը պետք է իմանա մյուս տարի ինչ արվել է այս քաղաքում։ Աբովյանի համար ծրագիրը մեկն է։ Աբովյանը պետք է լինի Երևանը բեռնատափող քաղաքը։ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման։ Ենթատարածքային, մարդկանց կրթության որակով, ամեն ինչով, քաղաքը պատրաստ է։ Պետք է ուղղակի ներդրումներ, պետք է աշխատատեղեր, որ Աբովյանը լինի Երևանի նման, Երևանը բեռնատափող քաղաքը։ Երկրորդ բանը, ինչու են պետք որ մեր հայերը ստեղ մնան, լավ ապրեն, որ մեր երկիրը հայկական մնա։ Մի քանի ամիս առաջ գիտեք, բոլորդ գիտեք, Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց մի օրակարգ թելադրել, որ
ուրախացել է, որ ինչ ուզել ստացվել է։ Արդեն Ադրբեջանի ղեկավարն է նայում հայլու մեջ, ասում է լսի, ինչ ստացվում է այս մարդու։ Կարող եմ մի հատ նոր բան ուզեմ։ 5 շրջան ուզեցի տվին։ Լաչին Քարվաճար ուզեցին տվին։ Արցախ ուզեցի տվին։ Սյունիքով ճանապարհ ուզեցի, որ Ադրբեջանի հետ ընդհանրապես կապ չուներ։ Տվեց այս մարդը։ Ասեցի լավ ուզեմ։ Սահմանադրություն ուզեց մենք փոխենք։ Փոխում ենք։ Ադրբեջանի ղեկավարը Իրան չի հավատում, թե ուր անգել։ Չի հավատում, թե ինչ մեծ շանս է իրա ձեռ ընկել։ Էլ որ հայը տենց կաներ, որ հայը ինչ ուզեին կտար։ Ու հիմա եկել է նոր բան ա ուզում։ Մեր հանդիպման սկզբում ես այս գիրքը ստեղ դրեցի։ Սա կոնցեպտն է Ադրբեջանի կառավարության կողմից հրապարակած 7 լեզուներով։ Կոնցեպտի անունը հայերեն իհարկե գրված չի, գրված է անգլերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, վերադարձի կոնցեպտ, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտ, գրքի հաստությունը նայեք, որտեղ գրված է, թե ոնց պետք է վերադառնան, ինչ իրավունքներ պետք է ունենան, որ հայկական ոստիկանությունը պետք է իրավունք չունենա իրանց վրա, ու գիտեք այս սրաշրջանակներում ինչ են ասում, ասում են, որ իրենք ունեն այն իրավունքները, որպես մեր երկրի հավասար տերեր։ Ադրբեջանի ղեկավարը 2 ամիս առաջ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրից հետո նա ցանկանում է, որ գիտնականները պատրաստեն հիմք վերադարձի համար։ Բառացի ասեմ, սա ես շատ տեղեր եմ ասել, բայց ուզում եմ ձեզ մոտ էլ ասեմ։ Ադրբեջանի ղեկավարը, ով ինչ ուզե ստացել է Փաշինյանից, ասում է. մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր իբր իրանց։ Ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ դրա հիմնական կազմակերպիչը պետք է լինի Ադրբեջանի պետությունը։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալն էլ է նույն բանը ասում։ Ասում է մզկիթները պետք է վերակառուցվեն, տրվեն Փաշազադեին։ Լավ, ասում ենք Ադրբեջանը ասում է, բա հայերը ինչ են ասում, հայերը կասեն չէ։ Բացում ենք Հայաստանի ազգային ժողովի նախագահի էջը։ Բացում ենք իմ էջը Facebook-ում։ Տեսնում ենք, թե ինչ ասում ազգային ժողովի նախագահը։ Հայաստանի Հանրապետության։ Ասում է մենք պետք է սովորենք ադրբեջանցիների հետ ապրել։ Այդ ոնց է Արցախում իրանք չսովորեցին մեր հետ ապրել։ Ոնց է Բաքվում, Սումգայիթում իրանք չսովորեցին։ Ոնց է Կիրովաբադում չսովորեցին։ Ոնց է Նախիջևանը դատարկվել։ Այդ մենք պետք է սովորենք հլը, մեր հայրենիքի 10%-ն են թողել իրանց նմանները։ Իրանց նման տուլամորտները, հարմարվողականները, մեծ հայրենիքի 10%-ն են թողել։ Ասում է հարմարվենք, որ գան իրար հետ ապրեն։ Ուր ապրեն։ Ուր եկան հելանք։ Հիմա էլ ասում են, երեք Արմենիա TV-ով վարչապետը երկրի ասում է, ես տուրիստների նկատի ունեի, որ գալու են։ Իբր ադրբեջանցի տուրիստը Հայաստան գա ինչ անի։ Ում եք խաբում։ Ինչ տուրիստ։ Ինչի տեղ եք դրել։ Մի քանի անգամ խաբել է մեր ժողովրդին ստացվել է։ Ժողովուրդ, մենք ընդունելու ենք հատուկ օրենք, որը գործելու է 100 տարի, տասնյակ տարիներ։ Հակա Սապարովյան օրենք, որով ոչ մի ադրբեջանցի իրավունք չի ունենալու, գույք առնի, հող առնի, նվեր ստանա Հայաստանի Հանրապետությունում, 10 օրից ավել Հայաստանում մնալու իրավունք չի ունենա։ Մեր երկիրն է, խաղաղությունը, այլընտրանք չունի ժողովուրդ, խաղաղություն լինելու է թույլ խաղաղություն և ուժեղ խաղաղություն։ Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է։ Այն խաղաղությունն է, որ ինքը ուզում է բերի, բայց համեմի թուրքերով։ Ասի լավ դե 1000 հոգին ինչ մեզ կանեն, 2000 հոգին ինչ կանեն։ Ամուր խաղաղությունը, էդի հայերի խաղաղությունն է, որ էլի լինելու է, ուղղակի ոչ մի ադրբեջանցի Հայաստան չի լինելու։ Հայաստանը զարգացնելու է իր տնտեսությունը։ Երեք չառաջ օրը հրազդան էինք, 3 գործարան է 8 տարում փակվել, բոլոր մեծ գործարանները հերթով փակվում է։
Մարդիկ եգիպտացորեն են ուտում, փոխանակ գնան գործարանները վերակառուցեն։ Ալլավերդի հիմնական գործանը փակվել է, Վարդենիսի հանքը փակվել է մեծ մասը։ Հրազդանի ցեմենտը փակվել է 8 տարում։ Չի աշխատում մարդը։ Մենակ շենքեր են սարքում, այդ շենքերի ապրողները պետքա չէ՞ միտե աշխատեն, որ այդ շենքերի տները առնեն։ Մեզ պետքա մեր երկիրը որակական փոփոխություն բերենք, որ հայերը մնան, իսկ ադրբեջանցիները չգան։ Իմացեք ժողովուրդ, մեր երկիրը ամեն պոտենցիալ ունի դառնալու ուժեղ երկիր։ Այս թուղթը դրանք որ տպել են մուրազները փորներն է մնալու։ Այս թուղթը չի ելնելու։ Մենք ուժեղ երկիր ենք ունենալու, հզոր երկիր ենք ունենալու եւ դա անելու ենք իրար հետ։ Մենակ մի բան է պետք դրա համար, որ բոլորս գնանք ընտրության։ Ով չի գնում ընտրության, ձենը գնում է Փաշինյանին։ Ով չի գնում ընտրության, ձենը գնում է Փաշինյանին, ով բացում է Հայաստանի դարպասները։ Խնդրում եմ, ձեր շրջապատին էլ ասեք։ Այդ օրը սերիալ նայելու ժամանակ չի, քեֆ անելու ժամանակ չի, ուրիշ բանով զբաղվելու։ Գնացեք ընտրության, որ հաղթանակ ունենանք, որ փոփոխություն ունենանք։ Տեսնում եմ լույսերը բոլորը վառել են։ Սկսենք, լույսերը ստեղ կանջատեք, այս լույսերը, կարող եք կանջատել։ Բոլորը վառեք։ Բոլորը կարող եք այսպես անել, այս են արեք բոլորը։ Մեկ էլ եսեք, այստեղի լույսերը կարող եք հանգցնել։ Ապրեք։ Վերջնա։ Վերջնա։ Գնացինք։ Աբովյան, քաղաք։